Պարոն Մարգարյան, փետրվարի 9-ից 10-ը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կլինի Հայաստանում, Հայաստանից հետո կմեկնի Բաքու, արդեն որոշակի չափով պարզեցված է, թե ինչ օրակարգով է գալու Դի Վենսը Հայաստան, բայց հստակ Հայաստանի իշխանությունները, այսպես ասած, 7 կողպեկի տակ են պահում հստակ օրակարգը, թե ինչ են քննարկելու, ում հետ են հանդիպելու, նաև խոսք է հնչում այն մասին, որ վեհափառ Հայրապետի հետ որպես այդպիսին այց չի պլանավորվել, որովհետև հենց Հայաստանի իշխանություններն են խնդրել, որ նման այց չձեռնարկվի, դա ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների նշեմ։ Հիմա ընդհանուր առմամբ, ինչ ենք հասկանում Վենսի Հայաստան այցելության մասով, ինչ է սպասվում առաջիկա 2 օրերին։ Շնորհակալություն, ինչպես ասացիք, արդեն այսօրվանից այդ այցը մեկնարկում է երկօրյա այց է եւ ինչպես գիտենք Հայաստանից հետո գնում է Ադրբեջան։ Հիմա եթե հակառակ ուղղությամբ լիներ այս այցը, ասենք առաջ Ադրբեջան գնար հետո Հայաստան գար, գուցե ինչ-որ հույս լիներ հիմա պատկերացնել, որ կարող է ինչ-որ ռազմագերիների լուծման խնդիր մենք հույս ունենայինք, որ իր միջոցով կկատարվի, իր Ադրբեջանից Հայաստան գալով ինչ-որ խնդիր կլուծվի, բայց քանի որ հակառակ ուղղությամբ է գնում, այսինքն նախ Հայաստան է գալիս, հետո Ադրբեջան, հավանաբար այդ հույսը կարծում եմ մասամբ սկսում է մարել եւ այդ պատկերացում, որ ստեղծվել էր, կարծում եմ հիմա գոյություն չունի։ Ամեն դեպքում ես կարծում եմ այցը կարևոր այց է համարվում, որովհետեւ եթե նայենք վերջին, ասենք մեր անկախության շրջանում, կարծում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ Հայաստան-Ամերիկա, սա ամենաբարձր մակարդակի այցը կարելի համարել, այսինքն գործադրի մակարդակով եթե ասենք, օրինակ գործադրից պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանակին եկավ այցելություն ունեցավ Հայաստան, կամ ասենք օրենսդրական մարմնի, ասենք ներկայացուցիչ պալատի նախագահ Նանսի Փելոսին եկավ, բայց հիմա որպես նախագահի, այդպես ասած փոխնախագահ, կարծում եմ այդ ձևաչափով ամենաբարձր մակարդակի այցն է, որ տեղի ունենում, ինչը ողջունելի է, ես կարծում եմ ամեն դեպքում հայ-ամերիկյան հարաբերություններում նոր էջ է բացում, բայց ամեն դեպքում մենք պիտի փորձենք, հիմա ես ընդդիմության դիտանկյունից եմ նայում, պիտի փորձենք առավելագույնը ստանալ այս այցից մեր պահանջատիրության հարցով, մեր խնդիրների հարցով, քանի որ վստահ եմ Միացյալ Նահանգները ունի հնարավորությունը նաև պարոն Վենսը ազդեցություն գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա եւ փորձելու ինչ-որ բան փոխել ընդդիմության այսօրվա վիճակի մեջ, հատկապես ասենք հայոց առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրականացվող ուրեմն այս պայքարում, ինչպես գիտենք, հանրապետականները ընդհանրապես հանդես են գալիս որպես կրոնական, այդպես ասած հավատացյալները նաև հենց ինքը Վենսը պես ասած դեմոկրատներից մի քիչ տարբերվում են, ամեն դեպքում քրիստոնեության հանդեպ իրենք ունեն հետաքրքրություններ, ես կարծում եմ սա այն զգայուն հարցն է, որի պիտի մենք փորձենք հնարավորինս դրան վրա շեշտը դնելով ինչ-որ արդյունքների հանգենք, նաև Արցախի այստեղ հարցն է դրված, ես կարծում եմ մենք նաև այդ ուղղությամբ անելիքներ ունենք։ Այս ամենը, որ ասեցի, բնականաբար Հայաստանի արչան իշխանություններից ակնկալիք չպետք է ունենանք հատկապես Արցախի հարցով, որտեղ ընդհանրապես նրանց օրակարգի մեջ չի։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիտանկյունից, ես կարծում եմ այս այցը հիմնականում թրիփ կոչված այդ ճանապարհի շրջագծում պետք է լինի, այցելությունները, հանդիպումները, որ պետք է լինեն, հիմնականում կարծում եմ կենտրոնացած պետք է լինի այդ նախաձեռնության այդ ճանապարհի, այդպես ասած, դիթեյլները, դետալները մի քիչ բարձելու, որտեղ առայժմ անորոշ է, գուցե ինչ-որ համաձայնագրեր ստորագրվեն նույն այդ ընկերությունների կապակցությամբ, մասնաբաժինների կապակցությամբ, ինչ-որ բաներ, որ կա, հիմա ավելի մանրամասնություններ հստակեցվի այս այցի ընթացքում։ Հիմա իրենք գաղտնի է պահում, բնականաբար չեն շատ էլ բացահայտում ինչ է տեղի ունենալու, բայց կարծում եմ մի քիչ համբերատար եթե լինենք, մինչև վաղը ամեն ինչը պարզ կդառնա, թե ինչերի մասին է խոսքը գնում եւ ինչ արդյունք մենք կարող ենք ակնկալել։ Բայց մի հետաքրքիր երևույթ որ կա, ես կարծում եմ մեր ընդդիմությունը պետք է որ հիմնական մեկ հարցադրում, եթե ունենք հնարավորություն կամ եթե լրագրողների հետ, այսպես ասած, կլինի մամուլի ասուլիս, որ ընդհանրապես հավանաբար այցերի ավարտին լինում է, ես կարծում եմ հարցերից մեկը, որ մեր լրագրողները հույսով են, որ կհնչեցնեն եւ կտան պարոն Վանսի, վերաբերում է հենց Արցախի հարցին, ես դրա մասին երեք անդրադարձել եմ, գրել եմ նաև Facebook-ում լայվի ժամանակ YouTube-ում այլ անդրադարձել եմ այս թեմային ձեր եթերից էլ կրկնեմ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին պարոն Թրամփը գրառում կատարեց իր սոցիալական էջում սոցիալում եւ Քամալա Հարիսին մեղադրեց այն հարցում, որ ինքը 120,000 հայերի, քրիստոնյա հայերի բռնագաղթի ականատեսն է եղել եւ ոչինչ չի արել, թույլ է տվել, որպեսզի նրանք սարսափելի հարված ստանան եւ բռնագաղթի ենթարկվեն։ Իրենք մեղադրում էին Քամալա Հարիսին ոչինչ չանելու մեջ եւ իր ապայական մեջ գուցե այդպես է եղել,
Բայց հիմա հիմնականում պետք է հարց տալ, որ իրենք իրենց իշխանության 1 տարվա ընթացքում ինչ են արել Քամալա Հարիսի թույլ տված սխալը սրբագրելու համար։ Եթե իրենք շարունակաբար քննադատում են դեմոկրատականների նախկին իշխանություններին իրենց թույլ տված սխալների համար, առնվազն իրենք պետք է մի փոքրիկ քայլ վերցրած լինեին այդ սխալները սրբագրելու համար։ Հետաքրքիր է, որ իմանալ ինչ է կատարվել եւ շատ հստակ հարց, քանի որ պարոն Թրամփը այդ ձևակերպումները կատարել է քրիստոնյա հայերի բռնագաղթի ենթարկվել, հարվածի տակ հայտնվել, լավ տրամաբանորեն պիտի հարցնել ով է բռնագաղթի ենթարկել Արցախահայությանը, ով է հարվածը հասցրել Արցախահայությանը, թողեք պարոն Վանսը Հայաստանում հստակորեն իր դիրքորոշում հայտնի եւ անուն հնչեցնի, ասի այո Ադրբեջանն է դարը։ Ես կարծում եմ սա կարող է լինել այս այցի ամենամեծ ձեռքբերում ընդդիմության համար, եթե կարողանանք այդ հարցադրումը ներկայացնել իրեն եւ ճիշտ աշխատանք անենք։ Իհարկե գիտեմ Արցախահայերը պատրաստվում են այսօր ցույց անցկացնել արտգործնախարարության շենքի դիմաց, դա էլ կարծում եմ հետարքի քայլ կդի, բայց ամեն դեպքում ես կարծում եմ մենք պիտի փորձենք որպես ընդդիմություն կամ ընդդիմադիրներ Հայաստանի փորձեն հնարավորինս խոսեցնել եւ կարողանանք ինչ-որ ասած դրական արդյունք ձեռք բերել Վանսի այցելությունից։ Տեսեք, այսօր ակնհայտ տեսնում ենք, որ Ամերիկան փորձում է ստանձնել այդ միջնորդական ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կնքման ստորագրման մասով, Թրիպուղու մասով էլ գիտենք, որ արդեն հստակ քայլեր են գնում եւ Վենսի այցելությունը պատահական չէ, բայց միևնույն ժամանակ մարդիկ կան, ովքեր հույսեր են կապում, որ Վենսը լինելով Հայաստանում, հետո գնալով Ադրբեջանում, հնարավոր է որ խոսի հայ գերիների ազատ արձակման մասով, բայց ընդհանրապես Վենսի այցելությունից մի քանի օր առաջ Բաքուն ցմահ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ին, մնացածի մասով էլ որոշակի, այսպես ասեմ, ավելի մեղմ եղավ կախված իրենց տարիքից, հա, որովհետև 60 տարին լրացած էր։ Հիմա ուզում եմ հասկանալ, Ամերիկան հնարավոր բոլոր դեպքերում, եթե շատ էլ ցանկանա, կարող է արդյոք ճնշում, լծակներ ունենալ Ալիևի վարչակազմի վրա եւ պարտադրել, որպիսի հայ գերիները ոչ թե հիմա, բայց հետագայում ազատ արձակվեն։ Եվ եթե այո, ինչի դիմաց։ Հայաստանը ինչ կտա։ Այսինքն ես կարծում եմ այդ դատավճիռները, որոնք շատ այդպես արագորեն տրվեցին այս այցի սեմին, կարծում եմ նպատակը հետեւյալն է, որ փակեն ցանկացած ճնշման գործադրման հնարավորություն, քանի որ այդպես դատավարությունները բաց են, գուցե ավելի հեշտ լիներ Ադրբեջանից ուզել, որպեսզի այդպես ասած ազատ արձակի մեր Արցախի նախկին եւ ղեկավարությանը եւ վերադարձնի Հայաստան, բայց հիմա հստակ դատավճիռներ տվավ Ադրբեջանը, փորձելու այդպես ասած կանխել Վենսի կողմից գուցե միջնորդական որից է ջանք, հիմք ընդունելով, որ նրանք ունեն դատապարտվածություն եւ պետք է որոշակի ժամանակ մնան Ադրբեջանի բանկում։ Հիմա սովորական ռազմագերիների մասին մի քիչ խնդիրը ես կարծում եմ տարբեր է։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները նաեւ այստեղ նրանց դերակատարություն էր կա, որտեղ միայն մեր պահանջը գուցե այս հարցում դերակատարը չի, եթե խնդիրը դրվեր Հայաստանի իշխանությունների կողմից, շատ ավելի արդյունավետ կարող է լինել։ Բայց դե գիտենք բոլորս էլ, որ առնվազն Արցախի ղեկավարության մասով ես գրեթե կարող եմ 100%-ով ասեմ Հայաստանի իշխանությունների կողմից ոչ հետաքրքրություն կա, ոչ ցանկություն կա, որպեսզի նրանք գոնե այս փուլում վերադառնան Հայաստան, քանի որ դա որևիցե կերպ Նիկոլ Փաշինյանի օգտին չի կարող լինել, միայն այն դեպքում Նիկոլ Փաշինյանը կփոխի խնդրել Վենսին ինչ-որ բան անել, եթե այդ ռազմագերիներ, սովորական ռազմագերիներն են վերադառնան, հիմա փորձի նրանցից ինչ-որ ձևով օգտագործել առաջիկա ընտրությունների համար։ Գիտեք, նախկին գերիներից որ վերադարձել են, իրենց հետ ինչպիսի աշխատանք են տարում, տեսանյութեր տարածվեցին, գովում էին Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը։ Եթե այդ ձևաչափով հնարավոր լինի վերադարձնել, Նիկոլ Փաշինյանը կողջունի, բայց բնական է, որ Արցախի ղեկավարությունից նման ակնկալիք չի կարելի ունենալ Հայաստան վերադառնալով, հետաբար նրանց վերադարձ Հայաստան այս փուլում ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանը եւ չի անի որովհետեւ որ նրանք գոնե հիմա վերադառնան։ Հետաբար այդ մասով ես չեմ կարծում Վանսը որովհետեւ միջնորդական ջանք իրականացնելու է կամ կարող է իրականացնել։ Մի խնդիրը բարդ է եւ շատ կարեւոր կարծում եմ մի բան աշխատանք որ մենք պետք է տանենք հիմնականում անկախ նրանից որ Հայաստանյան իշխանությունները ինչ են ասում, մենք պիտի Վանսի հետ կարծում եմ մեր ընդդիմությունը կամ նաեւ մեր հայկական համայնքը Սփյուռքինը շփման մեջ միտնի։ Եթե հետևած լինեք լուրերին, գիտեք, որ Հայդատի հանձնախումբը հայտարարություն էր տարածել Միացյալ Նահանգների, նամակով դիմել էր ուրեմն պարոն Վանսին այս հայցից մին խնդրանքներ էր եւ կարծում եմ սա Միացյալ Նահանգների իշխանությունների համար պետք է, այսպես ասած, աղազանք լինի, որովհետեւ ամեն դեպքում
հաջորդ տարվանից Միացյալ Նահանգները էլի մտնում է մի տեսակ նախընտրական փուլի մեջ, թե հաջորդ տարի նոյեմբերին կոնգրեսի ընտրություններ կան, դրանից հետո արդեն պրայմերիզներն են, հաջորդ շրջանի նախագահական ընտրությունները մեր մոտ շատ ավելի շուտ 1.5 տարի առաջվանից սկսվում է։ Ինքը պիտի հասկանան, ասում եմ, հանրապետականները, պարոն Վանսը, պարոն Թրամփը պիտի հասկանան, որ հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց ձայն տվողը Նիկոլ Փաշինյանը չի լինելու Միացյալ Նահանգներում, այստեղի ամերիկահայությունն է լինելու, հայդատն է լինելու, որ պետք է նրանց հանդեպ աջակցություն հայտնել։ Եվ նրանք անտարբերությամբ, որ ցուցաբերում են կամ գուցե ցուցաբերեն այս հարցի կապակցությամբ, իրականության մեջ կորցնում են ամերիկահայության ձայները եւ աջակցությունը։ Այդ օրը հիմա իրենց Նիկոլին համարձակ են տալիս Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը գուցե իրենց համոզել է կամ խաբել է, որ ամբողջ հայ ժողովուրդը իր օրակարգերը ողջունում է, բայց կարծում եմ մի քիչ եթե իրենք հետաքրքրվեն, նայեն, հասկանա, որ դա պարզապես սուտ է եւ այդպիսի բան չկա։ Նիկոլ Փաշինյանի օրակարգերը, որից է մեկը գոնե Սփյուռքում մենք կարող ենք շատ հստակ ասենք, որ չենք կիսում, ամեն դեպքում այս ընթացքը, որ իրենք կիրառելու են, պիտի իրենց հասկացնել, որ իրենց վնասին է լինելու եւ ժամանակն է, որ քայլեր առնելով սրբագրեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կապակցությամբ, ռազմագերիների հարցերի կապակցությամբ տարբերությունը եւ փորձեն ճնշումներ գործադրելով իրենց լծակներից օգտվելով մի բան անել։ Ամեն դեպքում իրենց ձեռքը դատարկ չի, Միացյալ Նահանգների գերպետությունը, ես վստահ եմ, եթե ցանկություն լինի ինչ-որ բան անելու, ապայման կարող են անել, բայց ամեն դեպքում մի քիչ դժվար է, հիմա պիտի սպասենք, տեսնենք այս այցերի արդյունքում ինչ ենք ցեք բերել։ Եվ խոսենք Իրան-Ամերիկա լարվածությունից, չնայած նրան, որ լարվածության ալիքը մի փոքր մեղմացել է համեմատաբար նախորդ շաբաթվա, հանդիպում տեղի ունեցավ, կողմերը հանդես եկան հայտարարությամբ, բայց ոչ պաշտոնական աղբյուրներից այսօր ես մեկում կարդացի, որ նշվում է Վենսի այցը դեպի տարածաշրջան, նաև միտված է ստուգելու տրամադրությունները Հայաստանում տիրող, Ադրբեջանում տիրող Իրանի շուրջ։ Նաև խոսվում էր այն մասին, որ այցի ընթացքում լինելու է այցելություն դեպի սահմանամերձ շրջաններ, բնակավայրեր, հստակ չի այս տեղեկատվությունը, ուղղակի մամուլում սպրտվել են այդպիսի լուրեր։ Ինչ կասեք, արդյոք ըստ ձեր գնահատականների Վենսի այցը պայմանավորված է նաև Իրանի շուրջ ընթացող այս զարգացումների ֆոնին։ Չեմ բացառում այդպիսի մի բան լինի, անպայման, այսինքն եթե Հայաստան այցելում, Ադրբեջան այցելում, հաստատ ես կարծում եմ, քանի որ երկուսն են սահմանակից են Իրանին, հաստատ բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Իրանի հարցը, առնվազն Հայաստանի իշխանությունները կարծում եմ փորձելու են հասկանալ, թե ինչ է սպասվում։ Իհարկե դժվար թե Վանսը տեղեկություն ունենա, եթե հետևած լինեք իր հարցազրույցների մի քանի օր առաջ հարցազրույց էր տվել եւ այնտեղ շատ հստակ ասել էր ոչ ոք չգիտի, որ Թրամփը ինչ անում, նույնիսկ ես տեղյակ չեմ, թե ինչ անելու, ինչ ծրագրեր ունի, բայց լարվածություն հիմա հարցի սկզբում որ ասացիք Իրան Միացյալ Նահանգների հարաբերություններում գոյություն ունի։ Ես չեմ կարծում դա մեղմացել է, այդպիսի տպավորություն կար, բայց հանդիպումը եղավ անցած ուրբաթ օրը, կողմերը ուղղակի շփում չեն ունեցել, միջնորդավորված հանդիպում է եղել Օմանի միջնորդին, մեկը հանդիպել է Օմանի արտգործ նախարարին, գնացել է մյուսի հետ խոսացածիկ այդ ձևաչափով բանակցություններ են վարել, փորձել են տեսակետները իրար փոխանցեն եւ որոշված է, որ ուրեմն այսօրվանից հիմա այս շաբաթ կրկին բանակցություններ տեղի ունենան։ Պարոն Թրամփը շատ հուսադրված էր այդ կապակցությամբ, ասեց, որ այդ Իրանի կողմից առաջարկներ են եղել, որ եթե հենց սկզբում այդ առաջարկները Իրանն աներ, մենք հավանաբար կհամաձայնեինք, խնդիրը այստեղ չէր ասնի։ Հարցը պարզ չի ինչ առաջարկի մասին է, որովհետև հիմա ճիշտ 3 պարոն Էրախչին, Իրանի արտգործ նախարարը 100%-ով հակառակ հայտարարություններ արել, ասել է մենք ոչ մի զիջման չենք գնալու, քանի որ ամենափոքր զիջումը այլ զիջումների առիթ է տալու եւ մենք թափուս միջուկային հարցում չենք բանակցելու եւ շատ հստակ ասել է, որ այսօր կար, բացեմ Հայաստանի լրատվամիջոցներում էլ տարածվել էր այդ տեսանյութը, որ շատ հստակ ասում է, որ բանակը մյուսներ իրենց աշխատանքն անեն, գործ ունենան, մենք բանակցում ենք, հիմա քանջող ենք, չենք հաջողի, բայց դուք ամեն տարբեր սցենարների համար պատրաստ եղեք։ Ես կարծում եմ դիրքորոշումները շատ կոշտ են եւ չեմ կարծում, որ մոտեցել այսինքն Իրանը զիջումների կգնա, որովհետեւ այն կարմիր գիծն է, որ եթե Իրանը զիջես, ամեն դեպքում ամեն ինչ է զիջելու։ Գիտի, որ Թրամփն էլ անդրդվել է այս հարցում, հիմա նման հայտարարություններ պարոն Էրախչի կողմից մի բան է գոնե իմ համար, ինձ այդպես է հուշում, որ նրանք փորձում են իրենց ձեռքում եղած վերջին զենքը, այսինքն այդ միջուկային հարցը շահագործել, շահարկել, օգտվել դրանից, նաեւ դրան դնելով սպառնալիքներ ընչեցնելով Միացյալ Նահանգների հասցեին, հույս ունեն, որ կկարողանան Թրամփին հետ պահել կամ ինչ-որ նահանջ պարտադրել, բայց Թրամփն էլ ինչ-որ հայտարարություններ կատարել այս հարցում, հրաժարվել իր գտնման հայտարարություններից իր հեղինակության համար, այդպես ասած, գուցե լավ չլինի։
Ես կարծում եմ իրավիճակը թեժ է լինելու, հարաբերապես այս շաբաթ կարծում եմ կարևոր իրադարձություններ են լինելու Մյունխենի անվտանգության համագումարը կա այնտեղ այդ Ռեզա Փահլավին, որը ներկայացել է որպես լիդեր, այնտեղ գնալու է, ելույթ է ունենալու, մեծ հանրահավաքներ են պատրաստվում իրանցիներ անցկացնել Մյունխենում, Թորենտոյում, Լոս Անջելեսում։ Ես կարծում եմ շաբաթը թեժ է լինելու։ Թրամփը հիմա կարծում եմ սպասում է, փորձում է տեսնի ինչ է կատարվում նաև ով կարող է այդպիսի համախմբում Իրանում ստեղծել, որտեղ բոլորը մտահոգ են, որ եթե հանկարծ արված հասցվի Իրանին, դրանից հետո ինչ է լինելու իրավիճակը։ Նաև Թրամփին է դա մտահոգում։ Եթե հետևած լինեք Վանսի հայտարարություններին, մի քանի օր առաջ ինքն ասաց, որ իրենք թույլ չեն տալու այն ինչ որ տեղի ունեցավ Իրաքում կրկնվի, պատմությունը գիտեն, հետևաբար չեն գնալու այն սցենարով, որ Իրաքում իրենք արեցին։ Այդ փորձում են հետագա քայլերը հաշվարկված լինի եւ կարծում եմ այս սպասողականությունը, մի քիչ պահպանողականությունը հենց դրանից է կախված։ Սպասենք տեսենք ինչ կլինի, հույսով որ պատերազմից հեռու կլինի մեր տարածաշրջանը, քանի որ ամեն դեպքում մեր հարևանության մեջ է եւ ոչ թե պատերազմից մեր հարևանության մեջ մենք ամեն դեպքում շահողը չենք։